Այսօր լրատվականի արտակարգ թողարկումն է ուղիղ եթերում, գլխավոր թեման սահմանին տիրող իրավիճակն է։ Եվ այսպես Վաշինգտոնից վերադառնալուն պես նախագահ Սերժ Սարգսյանը անցկացրել է ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը եւ այլ հարցեր։ Նիստի սկզբում Հանրապետության նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի սադրիչ գործողությունների ի պատասխան ձեռնարկված գործուն քայլերը, կանխելու սանձազերծված ագրեսիան։ Զեկույցներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ու արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանը։ Հանրապետության նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։ Հայտնի է, որ Միացյալ Նահանգները է գնացել մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին եւ այդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ են ունեցել փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերիի հետ։ Նրանց կոչ են արել, որպեսզի սաստեն Ադրբեջանին չխախտել հրադադարի կանոնները։ Բայց ինչպես տեսակ այդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ դեռևս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն։ Այս պահին սադրանքները շարունակվում են հյուսիսում եւ հարավում կա որոշակի լարվածություն, բայց ինչպես ասեցի, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են նախապես մշակված պլանին եւ որոշակի նախարարություններ կարծում եմ առանց արժոտաժի, առանց ավելորդ լարվածության պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով։ Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության համար։ Կարծում եմ այդ միջոցները բավարար են։ Բայց ես համոզված եմ եւ առաջարկում եմ քննարկել, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք եւ արտաքին գործերի նախարարությունը կարծում եմ անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ եւ մշակել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ անհրաժեշտ է պայմանագրի տեքստ ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել ազգային ժողով։ Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով։ Եվ մենք դա նաեւ ունենք դրա իրավաբանական իրավունքը, որտեղ ինքներս հանդիսանում ենք 94 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւս անցկացրել է անվտանգության խորհրդի նիստ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ։ Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը եւ նշել, որ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները, նրան պատճառելով ծանր կորուստներ։ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին Արցախի Հանրապետության սահմանների անձեռն մխելիությունն ու անվտանգությունը ապահովելու ուղղությամբ։
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ։ Ընդհանուր առմամբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ։ Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ 1 ուղղաթիռ։ Առավել խոշոր բախումներ են տեղի ունեցել Մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ։ Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում գրադ տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը։ Այս ուղղությամբ պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական 1 ռազմական ուղղաթիռ և 2 տանկ։ Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ ունեցել նաև Ղարաբաղյան կողմը՝ 18 զոհ և մոտ 35 վիրավոր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունը առայն, որի վրա ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն։ Այդ մասին Facebook-ում գրել է Հայաստանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Հակառակորդը հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք, շեշտում է Հովհաննիսյանը, ամփոփելով. իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը սկսել են հարձակողական գործողություններ, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ։ Հակառակորդը փորձել է խուժել սահմանային պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր։ Բացի առաջնային գծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և որոշ զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Առավոտյան 8:30-ի սահմաններում մարտունու պաշտպանական ուղղությամբ MM-21 գրադ կայանքից իրականացված հրթիռահրետանային գնդակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել են։ Վերջիններս տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց, երեխաների վիճակը կայուն է։ Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի երկարությամբ տեղի ունեցող թեժ բախումները շարունակվել են օրվա ընթացքում։ Արցախի պաշտպանական բանակը ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդին ետ է շպրտել, պատճառելով բազմաթիվ զոհեր։ Լևոնարդ բնակավայրի մատույցներում պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը հայտնաբերել և ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ նահանջել է։ Ղարաբաղյան ուժերը շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 1 ուղղաթիռ։ Ժամը 12:30-ի սահմաններում պաշտպանության բանակի հակաօդայինները հարավ-արևելյան ուղղությամբ խոցել են թշնամու ևս 1 ռազմական ուղղաթիռ։ Հարավ-արևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիս-արևելյան ուղղությամբ ևս 1 տանկ ու 1 անօդաչու թռչող սարք։ Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային և հյուսիս-արևելյան Հադրութի ու Մարտակերտի ուղղություններով։ Արցախի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Ադրբեջանական կողմից տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհվածներ եւ վիրավորներ։ Արցախի հետ սահմանամերձ ադրբեջանական շրջաններում սկսվել է խոճապային իրավիճակ եւ մարդիկ պարզապես լքում են իրենց տները։ Պաշտպանության բանակը տվել է հստակ որոշակի թվեր հակառակորդի կորուստների մասին՝ 2 ուղղաթիռ, 3 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, որից մեկը արդեն նույնիսկ ցուցադրել է ֆոտոնկարներով։ Այս պահին շարունակվում են մարտական գործողությունները, հատկապես հարավային ուղղությամբ։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ, ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը եւ պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակի վրա, ակնկալելով անհապաղ հասցեական միջամտություն։ Հարկավոր է հսկողության տակ պահել իրավիճակը եւ խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից։ Ալա Բաղդասարյան, Հապետ Հարությունյան, այսօր։
Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Զորավան գյուղում հրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը դեռևս կայուն ծանր է։ Այս մասին տեղեկացրել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, հավելելով, որ երեխաներն արդեն վիրահատվել են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորված 11 եւ 12-ամյա երեխաներից մեկը ստացել է ազդրի բազմաբեկորային կոտրվածք, մյուսի մոտ վնասվել են ոտքի փափուկ հյուսվածքները, պատմում են Արցախի մեր գործընկերները։ Առավոտյան նախարարի հրահանգին ես ինքս ռեանիմաբիլով ներկայացել եմ Մարտունի, տեղափոխել հիվանդներից մեկը, իսկ մյուսը վիրահատվում էր, վիրահատությունից հետո երկրորդ երեխաներն են տեղափոխել, առաջի երեխան վիրահատել ենք մեր մոտ, վիրահատությունը ազդրի բաց կոտրվածք բազմապեկորային, վիրահատությունը կատարվել է բարեհաջող, երեխաների վիճակը կայուն ծանր, երկրորդ երեխաները փափուկ հյուսվածքների վնասվածք է, կատարվել է վիրաբուժական առաջնային մշակում, իրավիճակները կայուն է երկու երեխաների մոտ, ստանում են հեմոտրանսֆուզիա, համապատասխան բուժում, վիճակը լրիվ վերահսկվում է։ Արյան փոխներարկում են կատարվում, ստանում են արյան պրեպարատներ, որովհետև երեխաները տեղափոխվել են հեմորրագիկ եւ տրավմատիկ շոկերով։ Կյանքին ոչ մի սպառնալիք չկա։ Շարունակելով խոսել վիրավորների առողջական վիճակի մասին, նշեմ, որ նրանց մի մասը Ստեփանակերտից տեղափոխվել են Երևան, Մուրացանի հոսպիտալ է տեղափոխվել 3 վիրավոր զինվոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ գնդապետ Արամ Ասատուրյանը, նշելով, որ զինվորների վիճակը կայուն ծանր է։ Այս պայմանությամբ ունենք 3 հոգի, վիճակները ծանրը կան։ Կատարվել են վիրահատական միջամտություններ կատարվել է, թե ոչ։ Հիմնականում ունենք վիրահատությունները կատարվել են նախնական, հիմա մենք 2 հոգի վիրահատում ենք, ոչ մի խնդիր չունենք։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքում են։ 1 հոգի վերակենդանացման բաժանմունքում է, 2 հոգի վիրահատությունը կատարվել է։ Ինչ վնասվածքներ են ստացել են։ Տարբեր վնասվածքներով։ Կանոն ազգանունները եթե կարելի։ Դեռ ոչ, այսքան կարծիքով բաղ։ Մի երկու բան ասեք, ինչ վնասված, ինչ վնասված, մոտավոր էլի գոնե։ Էլի եթե մարդիկ կան իրաց։ Որովայնի կրսկավանդակի, ստորին վերջույթեր եւ եթե ծանր կայուն է, իհարկե ցանկի վտանգ կարա սպառնի։ Ժամկետային զինծառայողներ են թե պայմանագրային։ Ժամկետային եւ պայմանագրային։ Դիտակցությունը տեղն է եղել, հիմա 2 հոգի վիրահատվում են։ Մենք հիմա զբաղվում ենք իրենց բուժական հարադապ միջամտություններով։ Ապրիլի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողը գյումրեցի է։ 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքը ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։ Նա ընտանիքի կրտսեր զավակներ։ Մեծ եղբայրը մեկնել էր արտագնա աշխատանքի։ Նշեմ, որ Վլադիմիր Մելքոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում։ Մորը մենք սեցինք, բայց սեցինք որ այն երկի պես որ կսեմ օրս ցեկոր զոհվել եմ վիրավոր եմ, այդպես սեցինք որ վիրավոր է, շփել եմ, բայց վիրավոր է։ Վլեն ընտանիքի կրտսեր զավակներ դեռ 2 տարեկանը եղել, երբ կյանքից հեռացել է հայրը։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին առողջական խնդիրներ է ձեռք բերել։ Զորացրվելուց 4 ամիս անց մահացել է։ Փսփսոտ չէր լսե, մեծ աղբերն էլի ծառայ Ղարաբաղ, հետո իրան ուղարկեցին Իջևան։ Տավուշի մարզ ուղարկին էլի կրագի բերան։ Եթե օրենք կար, ինչի երեխին խրգեցին էլի կրագի բերան։ Հետո մեզի սեցին որ ինտերնետով ինչ որ լրատվությամբ հաղորդել են, ասել են որ Մելքոնյան Վլադիմիրը բան է հրազենային վիրավորում է ստացել։ Մենք այդպես անտատ գիտեինք որ վիրավոր է, լսենք, չգիտեինք որ вообще չկա։ Հաղորդեցին որ դիագը չեն գտե Վլադիմիրի, իրան բլեկս էին, իր անգերները կարճ ու սիրելուց բլե ծագանանունով կոչեին, բլեի դիագը չեն գտեսին։ Ինքը շատ բարի, շատ ընկերասեր, հանկարծ մենք գերը փորձանքի մեջ եղներ, ինքը իր կյանքը դուրը կուտար, բայց ընկերոջը կփրկեր։ Վլեի սենյակն է, սրբապատկերներով պատված անկյունը Վլեի ձեռքի գործն է, ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում։ Մեծ եղբայրը բանակից զորացրվելուն պես մեկնել է արտագնա աշխատանքի։ Հարազատներն ասում են 2 եղբայր 3 տարի իրար չեն տեսել, մեծը բանակում է ծառայել, երբ փոքրը զորակոչվել է։
Համե ինքս էլ ես կերտամ Ղարաբաղ։ Ինքն է քաշի այդ բանը, ինչ կկոչվի, թուղթը։ Եթե այդ ընթացքում իր եղբայրը, մեծ եղբայրը Սամվել Մելքոնյանը ծառայում էր Իջևանում, Տավուշի մարզում։ Իրան պիտի տանեին աղբոր մոտ, բայց սելեր չէ, ես կկերտամ Ղարաբաղ։ Սահմանին զոհված զինվորը սովորել է Գյումրու թիվ 27 դպրոցում, ուսուցիչներն այսօր ցավով են վերհիշում այն տարիները, երբ Վլեն առաջին անգամ ոտք է դրել դպրոց։ Հայրենասիրության գաղափարը իր մեջ նստած էր դեռ փոքրուց։ Միջոցառումների ժամանակ, երբ դեր էին ստանձնում աշակերտները, ինքը ցկտում էր միշտ ընտրել այն թեման, որտեղ կա զինվոր, որտեղ կա զենք, որտեղ կա հայրենիքի պաշտպանություն։ Սիրում էր հայրենիքը։ Ինքնամփոփ երեխա էր, հիշում են ուսուցիչները, միևնույն ժամանակ մատնանշելով տղայի դրական հատկանիշները։ Նստում էր վերջին նստարանին, շատ լավ աշակերտ էր, շատ լուրջ, համեստ, խելացի, բարդաճանաչ, զգայուն, հայրենասեր, շատ։ Վլադիմիրը գերազանցությամբ ավարտել է դպրոցը, ապա ընդունվել երկաթգծի ուսումնարան։ Փոքրուց եւ այդ իրենց ընտանեկան այդ դառնությունը նա դպրոց չէր բերում, ընկերների հետ չէր կիսվում։ Մենք էինք զգում դա։ Ու նրա մեջ բարությունը այնքան շատ էր, գերասիրությունը այնքան շատ էր, նրա մեջ նախանձ չկար։ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Արկեղած դեպքում գյումրեցի եւ շիրակցի երկրապահ եւս կմեկնեն ռազմի դաշտ, սակայն այս պահին խոճապի մատնվելու կարիք չկա։ Իմ գործընկերոջ հետ զրույցի ժամանակ ասել է ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը։ Ըստ նրա Ղարաբաղի ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումները չպետք է պայմանավորել պատերազմի վերսկսման հնարավոր վտանգով։ Յուրա Ալեքսանյանը միաժամանակ տեղեկացրել է, որ ավելի քան 200 երկրապահ կամավորներ Գյումրուց եւ մարզի այլ համայնքներից արդեն կազմ եւ պատրաստ սպասում են համապատասխան հրամանի մեկնելու Արցախ։ Կամավորների անկոտրոն ոգին եւ աննկուն կամքն ի վիճակի է պաշտպանել երկրի սահմանները, ասել է Յուրա Ալեքսանյանը։ Խոճապի խնդիր չկա, մենք տիրապետում ենք այդ ամբողջ ինֆորմացիային, ուղղակի այսօր մի քիչ ավելի արձագանքը մեծ էր, դրա համար էլ մեր մարտական ընկերները, երկրապահ կամավորների միության թե Գյումրու բաժանմունքը, այնպես էլ մարզի տարածքային բաժանմունքները բոլորն էլ մտահոգված են, իհարկե բոլորս էլ մտահոգվում ենք։ Բայց ինչ քայլեր են ձեռնարկվում, այդ արդեն եթե անհրաժեշտ լինի, ուրեմն վարչության նախագահից համապատասխան հրաման կիջեցվի, ըստ այնու մենք կշարժվենք։ Այդ նույն թուրքն է, նույն վախկոտ թուրքն է, մեր համար նույն թշնամին է, բան չի փոխվել, ուղղակի այսօր փորձեր են անում, տեսնեն, թե հայոց բանակը իշքանով նույնատիպ պատասխան կտա, ինչպես որ միշտ եղել է։ Դուք լավ գիտեք, այսօրվա դրությամբ իրանք ունեն կենտանի ուժի մեծ կորուստներ, ունեն տեխնիկայի ու նաև թռչող ապարատների կորուստներ, այնպես որ մեր ազգաբնակչությանը նաև դիմում եմ, նաև խնդրում եմ, որ անհանգստանալու ոչինչ չկա, մենք գիտենք շատերի երեխաները գտնվում են մարտական հենակետերում, այնպես որ մեր տղաները ուժեղ են, հոգով հզոր կանգնած են այնտեղ։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. խստորեն դատապարտում եք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի եւ խաղաղ բնակչության դեմ։ Մեր աղոթքը եւ զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ ժողովրդին, պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին եւ
եւ զինվորներին։ Հորդորում ենք չնվազող արիությամբ եւ աներեր հավատքով դիմակայել հայրենիքի անկախության եւ մեր ժողովրդի անվտանգության դեմ ուղղված թշնամական հարձակումներին։ Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգևի զոհվածների հոգիներին, մխիթարություն հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Թող Աստված զորակից եւ պահապան լինի խաղաղության պաշտպան հայոց բանակին։ Տեղեկանալով Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող բախումների մասին Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եւ հայտնել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության եւ իր զորակցությունը Ղարաբաղի բանակին, ասված է կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ։ Այս օրերին, հատկապես երբ Ղարաբաղը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից, մեր ժողովրդի զավակները Հայաստանում, թե Սփյուռքում պետք է իրենց զորակցությունը գործնապես արտահայտեն Ղարաբաղի պաշտպանության որովհետև Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է եւ հակառակը, ասել է վեհափառը։ Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով եւ Հայաստանի հետ սահմանին, հարձակումների թիրախ դարձնելով նաեւ քաղաքացիական օբյեկտներ եւ բնակավայրեր։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարման ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները շանտաժի լեզվով խոսելու հերթական ապարդյուն փորձերն են։ Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, Միացյալ Նահանգների փոխնախագահը, պետքարտուղարը։ Ահա թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին։ Մենք բազմից ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտումները, աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այնպիսի զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից։ Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը։ Հայաստանյան քաղաքական գործիչները Ադրբեջանի լկտի պահվածքը ահաբեկչություն են որակում։ Նրանց կարծիքով այս իրավիճակում հայկական զինուժի ցանկացած կանխարգելիչ գործողություն պետք է արժանանա համանախագահների բացահայտ աջակցությանը, իսկ պաշտոնական Բաքվի սադրիչ գործելակերպն էլ պետք է արժանանա հստակ գնահատականի։ Ահաբեկչությունը անհասցե հայտարարությունների հետևանք Ղարաբաղ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցող գործողություններն այսպես է որակում ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Սա բացահայտ լկտի ահաբեկչություն է, եւ սա մարտահրավեր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ Մինսկի խմբին։ Եվ արդյունք է Ալիևի նման լկտի պահվածքը, նաեւ որոշ դեպքերում միջազգային հանրության կողմից հնչեցվող անհասցե գնահատականների։ Ադրբեջանն արհամարում է միջազգային կառույցների խորհուրդները խաղաղ բնակչության վրա կրակ բացելն Արմեն Աշոտյանի կարծիքով ոչ այլ ինչ է, քան ահաբեկչական գործողությունների դրսևորում։ Ադրբեջանի ղեկավարության եւ Եգիպտի միջև դժվար է տարբերություն գտնել, երբ որ գնդակոծվում են խաղաղ բնակչություն, երբ որ ահաբեկչական հարձակումներ են տեղի ունենում եւ դիվերսիոն խմբեր են ի հայտ գալիս։ Թևան Պողոսյանի խոսքով 90-ականներից սկսված պատերազմը չի ավարտվել, եղել են միայն ժամանակահատվածային զինադադարներ։ Պատգամավորը վստահ է Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգներում մտադիր էր Ղարաբաղի հարցում գործարք իրականացնել։ Ալիևյան հաշվարկը չաշխատեց, սցենարը ձախողվեց։ Միջև այդ բաց թողեց ինչ-որ բանտարկյալներին, հասարակական կազմին ինքը մտածում էր, թե դրանով երևի ինչ-որ քայլեր կանի կարողանա այնտեղ այլ տեսակի առևտուր կամ խոսալ, նույնիսկ հրաժարվեց հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ալիևը ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ շարունակելու է սրել իրավիճակը։ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի կարծիքով միջազգային հանրությունը մինչ օրս չի կարողացել այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի զսպել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը։ Սա ևս եւ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ այդ խմբի նախագահների համար պիտի դաս լինի, պիտի ևս իրենք կարողանան այնպիսի գործուն մեխանիզմներ գտնել, որ սահմաններում հանդարտ լինի, որ պայմաններ ստեղծվեն խաղաղ կարգավորում։
Քաղաքական գործիչների կարծիքով պաշտոնական Բաքվի սադրիչ գործելակերպը պետք է արժանանա հստակ գնահատականի։ Նազիլ Ելբակյան այսօր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայդատի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Վաշինգտոնում Օբամայի վարչակազմի կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում է սկսել շփման գծում։ Զոհվել է մի քանի անձ, այդ թվում հայ երեխա, ասված է հաղորդագրության մեջ։ Գրասենյակը հիշեցնում է, որ փոխնախագահ Ջո Բայդենը անձամբ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաշվի չառնելով տարածաշրջանում նրա ագրեսիան եւ Ադրբեջանում բռնաճնշումները, բացահայտորեն քաջալերելով նրա ռազմատենչ ակտիվությունը։ Ալիևին հարգալից ընդունել է նաեւ պետքարտուղար Ջոն Քերին։ Օբամայի վարչակազմի ձախողումն է Վաշինգտոնում Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու փոխարեն Ալիևի համար կանաչ լույս վառելը։ Ղարաբաղում այս հարձակումները սկսելու համար, ասված է հայտարարության մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը կհանդիպեն Վիեննայում եւ երեքշաբթի օրը կգումարեն Մինսկի խմբի նիստ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորդիկը։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններից։ Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մոսկվայում հուսով են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին կնպաստի դրա կայունացմանը։ Այդ մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի առնչությամբ եւ կոչ է արել ազդել իրավիճակի վրա Ղարաբաղում բռնությունների դադարեցման համար։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտաբ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ, այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ստացված տեղեկությունների համաձայն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը գրանցվել է Ղարաբաղյան հակամարտության սրում։ Գերատեսչության տվյալներով այդ տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է, ասված է հաղորդագրությունում։ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այդ մասին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեդինովը, հավելելով, որ ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ մշտական կապի մեջ են։ Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք տեղի ունեցած զինված բախման մասին ողջ լիարժեք տեղեկատվությունը։ Համարում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասել է նա։ Իսկ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ եւ կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել հրադադարի խախտումները։ Շփման գծի երկայնքով մարտերի մասին հաղորդագրությունները խոր մտահոգություն են առաջացնում։ Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները եւ պահպանել հրադադարը։ Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ խուսափեն հետագա գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել, հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով Եվրամիությունը ցավում է զոհերի համար, մասնավորապես խաղաղ բնակչության շրջանում։ Եվրամիությունը ամբողջապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ 3 համանախագահների ջանքերին։ Մենք ակնկալում ենք, որ կողմերը խստորեն կպահպանեն հրադադարը, կխուսափեն ուժի գործադրումից եւ կվերսկսեն ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ասված է կոմյունիկեում։ Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման հետևանքով ստեղծված իրավիճակը հայտնվել է միջազգային մամուլի առաջին էջերում։
резкое обострение ситуации в Нагорном Карабахе. Միջազգային լրատվամիջոցները առավոտից անդրադառնում են Ղարաբաղի-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածությանը։ Ռուսական առաջին ալիքը հայտնել է, որ ադրբեջանական կողմը գիշերը փորձել է ներխուժել Ղարաբաղյան զորքերի թիկունքը, օգտագործել է տանկեր, հրետանի եւ օդուժ։ Ղարաբաղում մարտեր են, ռուսական Նյուզրոյի գլխավոր լուրն է։ Լենտարուն գրում է ադրբեջանական կողմի բազմաթիվ զոհերի եւ տեխնիկական կորուստների մասին։ Նշում, որ խոցվել է ադրբեջանական ուղղաթիռ։ Ինտերֆաքսն ու Վեստին տեղեկացնում են ադրբեջանական ագրեսիան կանխելու հայկական կողմի հակահարձակ գործողությունների մասին։ BBC-ի ռուսական ծառայությունը եւ Ռաշաթթեյն էլ գրում են երկու կողմերում զոհերի մասին եւ հիշեցնում կոնֆլիկտի նախապատմությունը։ Ամերիկյան ABC-ն Associated Press-ը տեղեկություններ են հաղորդում միայն հայկական պաշտոնական աղբյուրներին հղում կատարելով եւ ընդգծում ադրբեջանական կողմի բացարձակ լռությունը սահմանային լարվածության մասին։ Գյումրու թիվ 19 դպրոցի դիմաց գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև ծառատունկ է կազմակերպվել։ Նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային կենտրոնի երիտասարդական խորհրդինն է։ Խորհուրդը այսօր նշում է հիմնադրման 26 տարին։ Իր գործունեության ընթացքում ՀՀԿ երիտասարդական խորհուրդը առաջնորդվել է ՀՀԿ ծրագրերով եւ կանոնադրությամբ։ Աշխատանքի հիմնական ուղղություններն են հանրապետականի գաղափարախոսության տարածումը, երիտասարդների ռազմահայրենասիրական դասերակցությունը, երիտասարդության շրջանում հայկական հոգևոր, մշակութային եւ պատմական արժեքների քարոզչությունը։ Ծառ տնկելով ծառատունկի արդյունքում մենք կարողանանք, այսպես ասած, ուղարկել մեր խորհուրդը այն եւ մեսիջը, այսպես ասած, նրանց ովքեր մտածում են, որ հանրապետական կուսակցությունը շատ դեպքերում, այսպես ասած, իներտ է, հա, բայց իրականում այդպես չի։ Մենք ստեղծագործական աշխատանքի ենք լծված եւ Գառնանամուտի մոտ, այսպես ասած, կարելի է ծառատունկ անել, որովհետեւ մեկ այլ բան չեր ունենա այն, այսպես էֆեկտը, ինչը ծառատունկը։ Սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց անհանգստությունն են հայտնել եւ զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել խոսքի ազատության օրվա կազմակերպիչները։ 2015 թվականը հարուստ էր տարաբնույթ իրադարձություններով եւ դեպքերով։ Ժուրնալիստների ասպարեզ ակումբի նախաձեռնությամբ արդեն 8-րդ անգամ պարգևատրվել են ԶԼՄ ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ եւ ակտիվիստներ։ Խոսքի ազատությունը բոլոր ազատությունների սկիզբն է։ Այն ազատ մտածողություն եւ գործելաոճ է ծնում, ինչի համար հարկավոր է անդադար պայքար տանել։ Այս տեսակետն ունեն խոսքի ազատության օրվա հեղինակները։ Ամեն տարի մասնակցելով այս միջոցառմանը, այս տոնակատարությանը, ես իմ առջև տեսնում էի բազմաթիվ մարդկանց, դահլիճը որպես կանոն լիքն էր լինում։ Այսօր, որ դուք նկատում եք մասնակիցների ոչ շատ քանակը, ես նույնպես պայմանավորում եմ այն թեժ իրադարձություններով, որոնք որ տեղի են ունենում սահմանում, եւ ուղղակի երևի թե հենց կազմակերպիչները դա պետք է անեին, բայց ես իմ վրա մի պատասխանատվություն կվերցնեմ Լևոն Բարսեղյանի թույլտվությամբ, քանի որ մենք ունենք ինֆորմացիա այն մասին, որ մեր կողմից զոհեր կան, ես կխնդրեի մեկ րոպե լռությամբ հարգել իրենց հիշատակը։ Ասված, որ Հայաստանում մեր միակ հայրենիքում բոլոր պայքարները լինի թղթով կամ եթե զենքով է լինում, անպայման խաղալիք զենքերով։ Ժամանակի ընթացքում ոչ թե խոսքի ազատության սահմանները ընդարձակվել են եւ մոտեցել ենք դրա հաղթանակին, այլ դժբախտաբար հեռանում ենք, որտեղ իշխանությունը իր ձեռքին ուժ ունի եւ այդ ուժը ամեն կերպ անեցնում է ազատ արտահայտման թեմ։ Միջավայրը ինքը քաղաքական, տնտեսական, օրենսդրական բարելավման կարիք է զգում եւ այդ պարագայում իհարկե կարելի է խոսել խոսքի ազատության ավելի բարձր մակարդակի մասին։ Սակայն ես պետք է նաև ընդգծեմ, որ լրագրողներն ու լրատվամիջոցները այնուամենայնիվ կարողանում են հաղթահարել այդ բարդությունները եւ մեր հասարակությունը չնայած այդ բարդությունների այնուամենայնիվ ստանում է այն տեղեկատվությունը, որը որ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը քաղաքացիները իրազեկված լինեն, թե ինչ է տեղի ունենում երկրում։ Այն ինչ որ մենք այսօր ունենք խոսքի ազատության ճակատում, ես կասեի ճակատում, դա մենք ենք նվաճել։ Հատկապես այս պայքարի առաջին գծում հենց Գյումրու լրագրողներն են եւ հենց Գյումրու
լրագրողների ընկերակցությունն է, որ կարողացել է ապահովել եւ ձեր ազատությունը եւ իմ ազատությունը խոսելու, գրելու։ Սա է թողարկման վերջին լուրը, շարունակեք հետևել մեր եթերին։